Այր դուք անցածին 21 թվականին հրապարակել եք նմանատիպ հոլովակներ, թե իբր երեխեքին դպրոցում ադրբեջաներեն են սովորեցնում Հայաստանի Հանրապետությունում որպես մայրենի լեզու, ճիշտ է։ Տեսել եք այդ հոլովակը։ Ես հիշում եմ մզկիթների Հա, ձայները։ մզկիթներ, Սևանը Գյոքչա, բան եւ այլն եւ այլն։ Հիմա 5 տարին անցել է։ Դա եղել է ձեր նախընտրական խոստումը, որ եթե ԿՊ-ն ընտրվի, տենց է լինելու։ Հարց եմ տալիս. ուր է։ Ուր է գետ Հայաստանում վերակ բնակեցված 5 ադրբեջանցի, ուր է։ Հենց այս իրանց ամբողջ թեզը քանդող ամբողջ բանը, էլ չեմ խոսում նրա մասին, որ այդ ուժեղ տղերքը, այդ պատրող տղերքը, օրինակ Նարեկ Կարապետյան ինչի իր հոր լուսանկարը չի պատրում Սերժ Սարգսյանի հետ, այն որ մի հատ նկար ունեն, չի պատրում։ Բայց ինչու պետք է պատրում։ Դե որտեվ Սերժ Սարգսյանը 2014 թվականին կանգնել է Դիլիջանի այն հայտնի դպրոցի դիմաց, ասել ես երազում եմ այն օրվա մասին, որ այստեղ սովորեն ադրբեջանցի ուսանողներ։ Այդ ժամանակ էլ իր հայրը Սերժի խմբակցության падգամավոր էր։ Դա ապազգային իշխանություն չէր ձեր նման, դա ազգային իշխանություն էր։ Իրանք ազգային կերպով էին ադրբեջանցիներին բերում, մենք ապազգային կերպով չենք բերում։ Ազգային իշխանությունը անվտանգությունը կհսկեր, եթե ադրբեջանցիները գային ընդհանրապես սովորեն, իսկ դուք պատրաստում եք համարյա կես միլիոն մարդ բերել, պարոն Ալեքսանյան։ Բա ուր է։ Կբերեք, որ ուր է։ Դե 21 թվին ասում էին կբերեք, որ ընտրվեք, չենք բերեք։ 26 թվին ասում են կբերեք, որ ընտրվեք, աբսուրդը հասկանում եք, սա ապուշություն է։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 1000 ներողություն եմ խնդրում, 1000 ներողություն եմ խնդրում այս բառի համար, բայց ոնց որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իշի տեղ դնեն։